երկիրը այս աղետալի վիճակից միայն կարող եք դուք դուրս բերել։ Որովհետև երբ վերադառնում ենք նախկինում ձեր կառավարման տարիներին, հասկանում ենք, որ դուք իսկապես շտկել եք Հայաստանի Հանրապետության թիկունքը եւ շարժվել եք առաջ։ Հիմա ունեմ մի քանի հարց ձեզ։ Ձեր ընտրության դեպքում, այսինքն Հայաստան դաշինքի ընտրության դեպքում, արդյոք մենք ունենալու ենք երաշխավորված խաղաղություն Արցախ վերադարձով, թե իսկապես պետք է փակենք այդ էջը։ Երկրորդ հարցս վերաբերում է նրան, որ այս ապիկարը Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ Արցախի հանձնմամբ այլևս Հայաստանը կա։ Ես ուզում եմ հասկանալ, քանի որ դուք ղեկավարել եք Հայաստանի Հանրապետությունը, իսկապես Հայաստանի Հանրապետությունը եղել է վտանգված Արցախի գոյությամբ, թե նա ստում է։ Եթե ստում է, եւ բազմաթիվ ստեր է այդպիսի բարբաջում, արդյոք չկա մեխանիզմ նրան կանխելու, եվրոպական դատարան, կամ չգիտեմ, Կա մեխանիզմ հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին։ Երրորդ հարցս պարոն Քոչարյան վերաբերում է վերջին շրջանում, երբ թոշակառուների թոշակը 10,000 դրամով բարձրացվեց, այդ ժամանակ ֆինանսների նախարարը հայտարարեց, որ այս 10,000 դրամ բարձրացումը պարունակում է ռիսկեր։ Ինչ եք կարծում, իրոք կա այդ ռիսկը, ձեր ընտրվելու դեպքում շարունակվելու է մնալ այդպես թոշակառուների թոշակը, իսկ եթե ոչ բարով հանկարծ այս ղեկավարությունը ընտրվեց, արդյոք թոշակառուն 1-2 ամիս հետո դաժան իրականության դեմ հանդիպան է գնալու։ Շնորհակալություն։ Նայեք, սկսեմ վերջի հարցից, ինչի է ասել, թե կան ռիսկեր։ Որովհետև որոշումը քաղաքականներ որոշել են ավելացնել թոշակները, չունենալով համապատասխան գումարները բյուջեում։ Այդ առումով ճիշտ են ասում, որովհետև միջ այդ բարձրացումը 2 ամիս առաջ ասում էր թոշակառուին 10,000 դրամ ինչ անելու, չգիտի թե ինչ անելու, չէ։ Սա էր։ Հիմա ինչ ենք անելու։ Ես կարող եմ ասել, թե ինչ եմ արել։ Միջին կենսաթոշակը աճել է իմ նախագահության ժամանակ 6 անգամ, 6-ապատիկ։ Եթե տնտեսությունդ զարգանում է, դու այդ հնարավորությունները ստեղծում ես։ Հետ քայլ չի լինելու անկասկած ավելի մեծ եւ ծրագրային մեր դրույթներում սակա ավելի մեծ ավելացում է լինելու։ Ոչ թե նախընտրական որպես ինչ որ մի կոպիտացած թուլափայ ինչ որ մի բան տվեցին մարդկանց խաբելու համար, բայց մեր ծրագրային կետը ուղղակի կա, կարող է կարդալ։ Մի կասկածեք, որ ստե հետ քայլ չի լինելու, հակառակը առաջ քայլեր լինելու են եւ մի քանի քայլեր։ Ինչ վերաբերում է, ես կարծում հարցին պատասխանը տվեցի, որ 7-ին հունիսի այդ հարցը կարող է իր լուծումը ստանալ։ Ինչ վերաբերում է վերադարձի Արցախին, այսօր իրատեսականը խոսալ վերադարձի իրավունքի մասին։ Բայց վերադարձի իրավունքի մասին, սա իրատեսականը ես տեսնում եմ, որ մենք դրան կարող ենք հասնել։ Աշխարհը հիմա այնքան տուրբուլենտ է, որ եթե դրան չհասնենք, ուրեմն այս տուրբուլենտ աշխարհում, եթե բացվի հնարավորություն անվտանգ վերադառնալու, մենք այդ հնարավորությունը կորցնելու ենք։ Բայց աշխարհը այնպիսինն է, որ sense պատոհանները բացվում են։ Մենք, եթե սովետական միությունը չփլզվեր, Արցախի հարցը այն ժամանակ երևի լուծում չէր ստանա։ Չէ, ինչ որ պատմական պատոհաններ բացվել եւ այդ պատմական պատոհանի ժամանակահատվածում մենք ավելի պատրաստ էինք, ավելի խիզախ էինք, ավելի համոզված էինք, որ մենք ճիշտ ենք։
եւ մենք հաջողության այն ժամանակ հասանք։ Հիմա այս իշխանությունը պատուհանը փակեց եւ հիմա մեխում է, որ հանկարծ այդ պատուհանը երբևէ բացելու հնարավորություն չունենանք։ Մենք ասում ենք հետեւյալը, այս պատուհանը բաց պետք է պահել։ Եվ օրինակները ես տուրբուլենտության, ոչ մեկը չէ մտածում, չէ որ այն ինչ կատարում է Պարսից ծոցում կարող է լինել։ Ոչ մեկը չգիտի թե 10 տարի հետո Հարավային Կովկասում ինչ է լինելու, եթե այս ամենը շարունակվի այսպես այն ինչ որ մենք տեսնում ենք ուղղակի կանխատեսելիության տեսանկյունից պրոբլեմային է։ Դրա համար պետք է այս քայլը մենք անենք եւ մենք ի վիճակի ենք դա անել։ Վերադարձի իրավունքի ճանաչում։ Միջազգայինորեն։ Կներեք, ես թոշակների մասով միայն ծրագրային դրույթը ասեմ, թոշակների կտրուկ էական բարձրացումը ծրագրով նախատեսել ենք, այսպես է կետը, ապահովել բազային կենսաթոշակի 50% աճ։ Բացի դրանից, ներդնել կենսաթոշակների պարտադիր տարեկան ինդեքսավորման մեխանիզմ։ Դա նշանակում է, որ գնաճը ինչքան լինի, ավտոմատ թոշակը պետք է այդքան բարձրանա ու դա բարձրացում առանձին չի համարվում։ Սրանից բացի նաև շեշտակի աճ եւ ոչ մեկ անգամ։ Նայեք, 10,000 դրամը, որ տվեցին, դա բարձրացում չես էլ կարող անվանել, որովհետև դա նույնիսկ ինֆլյացիան չի փակում։ Պետության պարտականությունն է ինֆլյացիան փակելը։ Պարտականությունն է, բայց սա ներկայացում է որպես մի մեծագույն նվեր։ Դա նվեր չի, դա քո պարտքն էր, դու վաղուց պետք է անեիր։ Ամեն տարի ինֆլյացիայի չափով դու պետք է ինդեքսավորես մարդկանց թոշակը։ Հետաքրքիր է, որ ֆինանսների նախարարը այդ պարգևավճարները այդքան, որ միլիոնավոր բաժանում են, ռիսկեր չի տեսնում, բայց ռիսկ է տեսնում 10,000 դրամ թոշակների բարձրացումը։ Նայեք, իհարկե ինքը ռիսկ չի տեսնելու, որովհետև ինքը անձամբ 8 միլիոն դրամ տեղից ստացել է, 8 թե 9, հիմա հստակ թվերը ես չգիտեմ, բայց ինքը մարդիկ ռիսկերի գնահատումը մի քիչ տարբեր ձև են գնահատում, չէ՞։ Եթե իրեն վերաբերում, թե հարևանին վերաբերում, թե մեկ այլ մարդու է վերաբերում։ Հատկապես եթե այդ ռիսկը փակողը պետական բյուջեն է։ Ես մի բան ավելացնեմ ուղղակի, որպեսզի դուք տեսնեք էլի սրանց իրական դեմքը։ Դեռ 3 տարի առաջ մոտավորապես մեր խմբակցությունը միշտ կորեզդրական նախաձեռնություն էր արել, այդ թվում կենսաթոշակները ամեն տարի ինդեքսավորելու վերաբերյալ նվազագույն զամբյուղի եւ այլն եւ այլն։ ԿՊ-ն մերժել այդ բոլոր օրենքները, սոցիալական ուղղվածության բոլոր օրենքները մերժել է, բայց այսօր իրենք արդեն խոսում են, իրենք սկսել են խոսել ինդեքսացիայի մասին, որովհետեւ տեսել են, որ մեր ծրագրում սա կա։ Իրենք սա անում են զուտ նախընտրական տրամադրություններով ընտրակաշարք որպես, մենք սա նախաձեռնել ենք եւ իրենք էլ մերժել են։ Հասկանալ իրենց իրական դեմքը։ Բայց մենք ուրախ ենք, որ մեզանից բան են սովորում։